Այսօր պատրաստում եմ տնական պիլմենի, իսկական ինչպես մանկության համը, բարակ խմորով և հյութալի միջուկով։ Միջուկը աղացել եմ, օգտագործում եմ թարմ տավարի միս, առանց որևիցե հավելումների և կիսաֆաբրիկատների։ Ավելացնում եմ աղացած մսին, ավելացրել եմ օրեգանո, սև և կարմիր պղպեղ, աղ ըստ ճաշակի, այնուհետև թողել եմ, որ մեր ֆարշը հանգստանա։ Հետո պատրաստում եմ խմորը։ Խմորի համար անհրաժեշտ են աղ, ալյուր և ջուր։ Ստացվել է փափուկ խմոր, թողել եմ որոշ ժամանակ հանգստանա։ Մեր խմորը փափուկ է և շատ էլաստիկ։ Այստեղ ես այսօր բավականին շատ պիլմենիներ եմ պատրաստել, իսկ ինձ օգնության է հասել դրա համար իմ խոհանոցային որոշ սարքավորումներ, որոնք բավականին ինձ հեշտացրեցին իմ աշխատանքը։ Խմորը բացելուց, բարակացնելուց, կտրատելուց, չափելուց, նույնիսկ չափելու գործիքը ինձ բավականին օգնեց, մինչև արդեն մեր պիլմենիների պատրաստելը։ Պիլմենիները ստացվում են գեղեցիկ և եփելուց հետո շատ համեղ է ստացվում։ Տեսանյութում ցույց եմ տալիս ամբողջ գործընթացը, խմորից մինչև գեղեցիկ ձևավորումը և գործիքները, որոնք ես օգտագործում եմ պիլմենիները պատրաստելիս։ Եթե սիրում եք տնական ուտեստներ, այս տեսանյութը հենց ձեզ համար է։ Այն ես բավականին շատ եմ պատրաստել և պահելու եմ սառցախցիկում, որը ունի պահպանման երկար ժամկետ։ Երբ անհրաժեշտ է, կարող եք եփել ընդամենը 12 րոպե և պատրաստ է ձեր պիլմենիները։ Կարող եք այն վայելել սև պղպեղով և կարագով, ինչպես կցանկանաք։ Յուրաքանչյուր էտապից, յուրաքանչյուր քայլից այստեղ նայեք, դուրս է գալիս 8 պիլմենի, լուսնաձև պիլմենիներ, ովքեր կցանկանան կարող են այնպես թողնել, իսկ ես ձևավորում եմ, ես սիրում եմ այս տեսքը, ձևավորում եմ այսպես։ Նայեք տեսանյութում ես ցույց եմ տալիս այդ գործիքի օգնությամբ ինչքան հեշտ և գեղեցիկ հարթ պիլմենիներ է ստացվել։ Նայեք տեսանյութում պարզ երևում է իմ պատրաստած պիլմենիները, շատ գեղեցիկ, շատ համեղ պիլմենիներ են։ Աջակցեք տեսանյութին լայքով և բաժանորդագրվեք։ Պատրաստեք սիրով։ Յուրաքանչյուր ուտեստ սիրով պատրաստելուց հետո կտեսնեք, որ բավականին հաջող է ստացվում։